Միհրան Ծառուկյանն ու Արփիկ Գաբրելյանը շարունակում են մնալ հայկական շոու-բիզնեսի ամենասիրված զույգերից մեկը։ Միհրանն ու Արփին համատեղ ներկայանում են տարբեր նախագծերում՝ զուգերքերից մինչև նոր սիթքոմեր։ Արփիկ Գաբրելյանն առանձնանում է նաև իր ինստագրամյան ակտիվությամբ, որտեղ շատ հաճախ տարբեր լուսանկարներով ու տեսանյութերով է կիսվում։ Բոլորովին վերջերս Արփիկ Գաբրելյանը տխուր գրառմամբ էր հանդես եկել, հայտնելով, որ կորցրել է իր ընտանիքի անդամին՝ իր սիրելի կատվին։ Այն մարդիկ, ովքեր ճանաչում են Արփիկ Գաբրելյանին դեռ վաղուց, գիտեն, թե նա ինչքան կապված էր իր կատվի հետ, ում անունը Լեո էր։ Այսօր Արփիկ Գաբրելյանը նոր լուսանկար է հրապարակել ու գրել. «Իմ Լեո, որքան շատ եմ ես քեզ կարոտում»։ Հավելենք նաև, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Միհրան Ծառուկյանի և Արփիկ Գաբրելյանի մասին խոսակցություններն ու քննարկումները։ Միհրան Ծառուկյանը դեռ տասնյակ տարիներ առաջ սկսեց իր կարիերան ու դարձավ ամենապահանջված երգիչներից մեկը հայկական շոու-բիզնեսում։ Նրա երգերը մեկ օրում հիթ են դառնում, իսկ երգչի մասնակցությամբ նախագծերը մեծ դիտողականություն ունեն։ Երգիչը հարցազրույցների շատ չի մասնակցում, և միայն օրեր առաջ նա հյուր էր Արևիկ Ուդումյանի «Շուտ ասա» կարճ հոլովակաշարին։ «Կինո, թե երաժշտություն» հարցին Միհրանի պատասխանը միանշանակ էր՝ երաժշտություն։ Հարցերից մեկն էլ այն էր, թե Արփին է ավելի թեթև, թե Միհրանը։ «Թեթև եմ, հա, ես ավելի թեթև եմ», նշեց Միհրան Ծառուկյանը։ Հոլովակում երգիչը նաև ասաց, որ համերգից ստացված առաջին իր $10 ինքը չի օգտագործել։ Եղբայրն այդ գումարով բենզին է լցրել իր մեքենայի մեջ։ Միհրանը նաև անկեղծացավ, նշելով, որ Արփին ավելի շատ կուրախանա լավ մատանի նվեր ստանալուց, այլ ոչ թե նոր մեքենայից կամ էլ նոր ճամփորդության գնալուց։ Վերջին հարցը հետևյալն էր. «Էստեղից հետո Միհրանը ուր կնախընտրի գնալ՝ իր մեծ մենահամերգին Նոկիայում, թե ծննդատուն իր աղջկա հետ ծանոթանալու»։ Միհրանի պատասխանը այս հարցում ևս միանշանակ էր։ Նա ընտրեց աղջկա հետ ծանոթությունն ու հավելեց. «Աղջիկ ունենալն իմ երազանքն է»։ Միհրան Ծառուկյանի և Արփիկ Գաբրելյանի ընտանիքը ամենագեղեցիկներից մեկն է հայկական շոու-բիզնեսում։ Զույգը իրենց որդու հետ օրերս հյուր էր «Ներսարի գիշերային» շոուում։ Հաղորդման ընթացքում նրանք խոսել են նոր աշխատանքների և իրենց ընտանիքի և որդու մասին։ Միհրանը նախ նշեց, որ վերջերս են վերադարձել Եգիպտոսից։ Հաղորդավարն էլ խնդրեց պատմել այն պատմությունը, երբ զույգի որդին էնտեղ կորել էր։ Միհրանը նշեց հետևյալը. «Ռոբին չէինք կորցրել։ Մի պահ ուղղակի մեր տեսադաշտում չէր։ Հիմա պատմեմ։ Ուրեմն երեկոյան ժամ է, արդեն բառերն են գործում։ Երաժշտություն, պարեր, Ռոբը պարում էր։ Իրեն էինք նայում, մեկ էլ նկատեցինք, որ չկա։ Ռոբի հետ էր նաև Ռոբերտոն, Գրիգոր Դանիելյանի և Ռիվսիմե Ելինյանի որդին։ 5 րոպե կլիներ, որ նրանց չէի գտնում։ Գնացի անվտանգության մոտ ու խնդրեցի տեսախցիկը նայել։ Մեկ էլ բառի հատվածից Ռոբի ձայնն եմ լսում։ Գնացի տեսնեմ Ռոբն ու Ռոբերտոն նստած են ու մատուցողը իրենց մոտ է։ Ասում եմ՝ ինչ եք անում էստեղ։ Ասում ա՝ պապա, մենք մոխիտո ենք խմում։ Մի լավ ծիծաղել ենք էդ պահին։ Եգիպտոսում Ռոբը նաև հասցրել է սիրահարվել։ Նա սիրահարվել էր դերասանուհի Էվա Խաչատրյանին։ Սերը առաջին հայացքից էր։ Ամեն ինչ սկսվեց հենց ինքնաթիռում, երբ Ռոբը մոտեցավ Եվային ու ասաց. «Դու ծով մտնելու ես»։ Միհրանն ու Արփին նաև նշեցին, որ իրենց լավ ծնողներ են համարում, քանի որ հասուն տարիքում են ունեցել Ռոբին, գիտակցաբար, և հիմա իրենց ողջ ուշադրությունը և սերը տալիս են նրանց։ Արփին նաև հավելեց, որ շատ սիրենք մեր երեխաներին, քանի որ սերը երեխայի հանդեպ երբեք շատ չի լինում։ Նշենք նաև, որ այս վերջին տարիների ընթացքում Միհրան Ծառուկյանը շատ հարցազրույցներ չի տալիս։ Կարիերայի սկզբնական շրջանում երգիչը մեկ անգամ խոսել է այդ մասին ու նշել, որ իրեն դուր է գալիս հանրային կյանքը։ Իմ մասին գրված նյութերը մեծամասամբ առանց իմ մասնակցությամբ են կազմակերպվում, անհասկանալի աղբյուրներից վերցնում ու նյութեր են դարձնում, նշել էր Միհրանն ու հավելել. «Անձամբ ես հարցազրույցներ հաճախ չեմ տալիս, շատ քիչ են իմ իրական հարցազրույցները։ Հայտնիության սկզբնական շրջանում բնական է, որ ոչ ոք, կոպիտ ասած, քո հետևից չի ընկնում, դեռևս չկա որևէ իրադարձություն կամ թեմա, որպեսզի ընկնեն սկսնակ արտիստի հետևից։ Հարցերն էլ բացարձակ սուր չեն լինում, զուտ ստեղծագործական կյանքին վերաբերող։ Տարիներ առաջ այս ամենի մեջ դեռ նոր էի։ Չէի կարող մարդկանց և իրադարձություններին տալ այն գնահատականները, ինչ որ այսօր եմ տալիս», անկեղծացել էր Միհրանը։
Եթե դու մի բան անում ես եւ դա հաջողվում է այնքան, որ մարդիկ սկսում են հետաքրքրվել քեզնով, ուրեմն ճիշտ ուղու վրա ես։ Հիանալի է, երբ քո արած գործը դուր է գալիս մարդկանց։ Աննորմալ կլիներ, եթե դա ինձ դուր չգար։ Եթե աշխատում ես հանրության համար, ուրեմն պիտի այնպես անես, որ դա դուր գա ոչ միայն քեզ, այլ նաև հանրությանը։ Երգիչը նաև խոսել էր իր բնավորության գծերի մասին, նշելով հետևյալը. տեսակով փակ մարդ եմ, ինչ խոսք, կա դժվարություն, բայց տարիների ընթացքում այս ամենի մեջ լինելով մի տեսակ իմունիտետ եմ ձեռք բերել, միգուցե հենց այդ պատճառով հարցազրույցներ հազվադեպ եմ տալիս։ Բայց ընդհանուր առմամբ էությամբ հանգիստ մարդ եմ, բայց ինձ շատ արագ կարող է հունից անել սուտը, տանել չեմ կարողանում ստախոսներին։ Միհրան Ծառուկյանի կինը, դերասանուհի, երգչուհի Արփիկ Գաբրիելյանը նույնպես շատ հարցազրույցներ չի տալիս, սակայն մի անգամ խոսելով իր մասին հետևյալն է պատմել. հայրս ու մայրս Սյունիքից են, ես էլ ինձ համարում եմ սյունեցի, քանի որ մանկությունս գրեթե այնտեղ է անցել։ Ընտանիքում դերասաններ լինելու մասին նա նշել էր հետևյալը. ոչ, մայրս երաժիշտ է, հայրս ինքնուս երաժիշտ։ Անկեղծացել էր Արփին ու հավելել հետևյալը. անձնականի մասին խոսել չեմ սիրում, տեսակով ծայրահեղ փակ մարդ եմ, նույնիսկ առօրյա ծանոթներս չեն կարող իմանալ ինչ է կատարվում իմ ներսում, շատ քիչ թվով, չափազանց մտերիմ մարդկանց հետ եմ կիսվում, կարծում եմ յուրաքանչյուր քիչ թե շատ հայտնի մարդ, եթե որևէ անձնական փոփոխություն ունենա, մարդիկ անպայման կիմանան, հատկապես, որ մեր երկիրը փոքր է եւ ամեն ինչ շատ արագ է տարածվում, նշել էր Արփին ու խոսել նաեւ իր իդեալների մասին։ Ես իդեալներ չունեմ, գիտեմ, որ կյանքում միշտ սիրահարվում ես այնպիսի մարդու, ում երբեք կողքիդ չես պատկերացրել։ Իմ տեսակով միասեր մարդ եմ, կարծում եմ, որ մարդկանց ինչ-որ էներգիա է կապում։ Իդեալներ ստեղծելը բոյն ու տեսքը կապ չունի, այնպես որ տղամարդ կուռքեր չեմ ունեցել, չունեմ եւ երևի թե չեմ էլ ունենա։ Անկեղծացել էր Արփիկ Գաբրիելյանը։ Հավելենք նաև, որ Միհրան Ծառուկյանն ու Արփիկ Գաբրիելյանը մինչև իրենց նշանադրությունը չէին խոսում իրենց հարաբերությունների մասին ու չէին հանրայնացնում դրանք։ Սակայն 2019 թվականին մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Միհրան Ծառուկյանի մենահամերգը։ Երգիչը առաջին անգամ էր Երևանում մեծ շոու ծրագրով հանդես գալիս։ Եվ ահա, երեկոյի ամենառոմանտիկ մասին հանդիսատեսն ականատես եղավ ամենավերջում։ Իր ամենահիթային երգերը ներկայացնելուց հետո երգիչը զուգերգ կատարեց Արփիկ Գաբրիելյանի հետ։ Ելույթի վերջում Միհրանը նշեց, որ վաղն Արփիի ծննդյան օրն է, գրկեց նրան, ծաղկեփունջ նվիրեց ու մատանի, անակնկալի բերելով բոլորին։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել Միհրան Ծառուկյանի հրապարակումներից, հարցազրույցներից ու նրանց մտքերից։